աշխարհ բորույս ես բոմբոմի Կախարդական քաղաք դու հրաշք ես բոմբոմի Ժպիտը կոտակի տոտաները բոմբոմի Սիրո լցրու սրտերը դու ամենքի Սիրո լցրու սրտերը ամենքի Սիրո լցրու սրտերը դու ամենքի Եթե որոշել եք ձեր փոքրիկի ծնունդը նշել տանը, դպրոցում կամ մանկապարտեզում, ապա զանգահարեք եւ ուրախ ծաղրացուներն ու հեքիաթի հերոսներն այցելելով ձեզ այն կդարձնեն հրաշքներով լի տոն։ Լավագույնը փոքրիկների մեկ սիրով սպասում ենք ձեզ։ Բնակության վայրը Երևան, տարիքը 9 տարեկան, սովորում է 4-րդ դասարանում, շատ խելացի աղջիկ է և գիտի շատ հարցերի պատասխաններ, ուզում է մասնակցել ինտելեկտուալ խաղին և ստանալ գլխավոր մրցանակը։ Այսօր ռոբոբումի հարցերին պետք է պատասխանի Վիկտորիան։ Նա արդեն պատասխանել է 3 հարցի, իսկ այսօր պետք է մասնակցի ինտելեկտուալ խաղին։ Ողջույն։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Լավ։ Մինչ Վիկտորիայի հետ ծանոթանալ եմ, եկեք հիշենք այն հարցերը, որոնց նա պատասխանել է։ Հարց առաջին. Քանի մարզ ունի Հայաստանը։ Հայաստանի Հանրապետությունը ունի 10 մարզ։ Ճիշտ է։ Հարց երկրորդ. ովքեր են Ադամի և Եվայի որդիները։ Ադամի և Եվայի որդիները Աբելն ու Կայնն են։ Ճիշտ ես։ Հարց երրորդ. որ գետի վրա է Վիկտորիա ջրվեժը։ Վիկտորիա ջրվեժը գտնվում է Զամբեզի գետի վրա։ Իսկ հիմա եկեք ծանոթանանք Վիկտորիայի հետ։ Վիկտորիա, որ դպրոցում և որ դասարանում ես սովորում։ Ես սովորում եմ 161 դպրոցի 4-րդի դասարանում։ Իսկ ազատ ժամանակ ինչով ես զբաղվում։ Ազատ ժամանակ շատ եմ սիրում համակարգչով խաղալ և հեռուստացույցով մուլտֆիլմներ դիտել։ Իսկ ինչ գրքեր ես սիրում կարդալ։ Ես շատ եմ սիրում կարդալ շատ գրքեր և դրանց անունները հիմա ես այնքան շատ գրքեր եմ կարդում, որ դրանց անունները հիմա չեմ հիշում, որ թվարկեմ։ Իսկ տանը մայրիկիդ օգնում ես։ Այո։ Իսկ հիմա դու պատրաստ ես պատասխանելու ռոբոբումի հարցերին։ Այո, պատրաստ եմ և անպայման կհաղթեմ։ Տեում ենք ես բարի ճանապարհ։ Բաբա, բեբե, բու։
Ողջույն։ Դու ճիշտ ես պատասխանել իմ հարցերին եւ այժմ գտնվում ես ինձ մոտ եւ պետք է պատասխանես 10 հարցերի։ Պատրաստ ես։ Այո, պատրաստ եմ։ Բացատրել խաղի կանոնները։ Քեզ տրվելու է 10 հարց։ Մտածելու համար դու ունես 10 վայրկյան։ Պատրաստ ես։ Այո, պատրաստ եմ։ Ես քեզ մաղթում եմ հաջողություն։ Սկսում ենք։ Հարց առաջին։ Քանի օր է տևել մեծ ջրհեղեղը։ Ժամանակ։ Պատասխան։ Մեր ջրհեղեղը տևել է 40 օր։ Հարց երկրորդ։ Ինչի է հավասար 7-ի քառակուսին ժամանակ։ Պատասխան։ 7-ի քառակուսին հավասար է 28-ին։ Հարց երրորդ։ Ով է գրել խորհրդավոր կղզի ժամանակ։ Այն գրել է փոքրիկ իշխանի հեղինակը։ Հարց չորրորդ։ Երբ է կառուցվել Մայր աթոմ Սուրբ Էջմիածինը ժամանակ։ Պատասխան։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը կառուցվել է 303 թվականին։ Հարց հինգերորդ։ Որ ծովի ափին է Սոչի քաղաքը ժամանակ։ Պատասխան։ Չգիտեմ։ Հարց վեցերորդ։ Ով է Լուսնի սոնատի հեղինակը ժամանակ։ Պատասխան։ Չգիտեմ։ Հարց յոթերորդ։ Որ երկրում է Պիզայի աշտարակը ժամանակ։ Պատասխան։ Այն գտնվում է Իտալիայում։ Հարց ութերորդ։ Ում են անվանում Քերթողահայր ժամանակ։ Պատասխան։ Քերթողահայը անվանել է Մովսես Խողովյանացին։ Հարց իներորդ։ Ով է հայտնագործել Վիկտորիա ջրվեժը ժամանակ։ Պատասխան։ Վիկտորիա ջրվեժը հայտնագործել է Դավիթ Լինգվիստոնում։ Եվ վերջին 10-րդ հարցը։ Որ ծովը ափեր չունի ժամանակ։ Պատասխան։ Սարգսյան ծովը։ Ուշադրություն, մեր հարցերը ավարտվեցին։ Իսկ այժմ լսենք ճիշտ պատասխանները։ Քանի օր է տևել մեծ ջրհեղեղը։ Պատասխան 40։ Ինչի է հավասար 7-ի քառակուսին 49։ Ով է գրել խորհրդավոր կղզի։ Պատասխան
Ժյուլ Վերնը։ Երբ է կառուցվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 303 թվական, որ ծովի ափին է Սոչի քաղաքը, պատասխան Սև ծովի, ով է լուսնի սոնատի հեղինակը, պատասխան Բեթհովեն, որ երկրում է Պիզայի աշտարակը, Իտալիա, ում են անվանում քերթողահայր, Մովսես Խորելացուն, ով է հայտնագործել Վիկտորիա ջրվեժը, Դեվիդ Լիվինգստոն, որ ծովը ափեր չունի, Սարգասյան, Կեցես, ես հիացած եմ, սակայն դու չես կարող ճանաչվել հաղթող, շնորհակալություն խաղի մասնակցելու համար։ Ձեր հաջողություն, ես շատ նոր բաներ իմացա։ Հաջողություն։ Դե ինչ ստացվեց։ Ես կարծում եմ, որ ստացվեց, սակայն ես պատասխանեցի ընդամենը 6 հարցերի։ Մինչև այժմ ոչ ոք չէր պատասխանել 6 հարցի։ Դու շատ խելացի ես։ Չուզատվես իմ սիրելի բարեկամ, մենք քեզ համար պատրաստել ենք անակնկալ նվեր քարտ Վավա գեղեցկության սրահ այցելելու համար։ Շնորհակալություն։ Եվ անվճար տոմս էկզոտարիումի կողմից։ Շնորհակալություն։ Մենք շատ ուրախ էինք, որ դու մասնակցեցիր մրցույթին։ Հաջողություն։ Մյուս անգամ ես անպայման կհաղթեմ։ Այս աղջիկը շատ զարմացրեց, չնայած իր փոքր տարիքին նա շատ բաներ գիտի, ես համոզված եմ, որ հաջորդ անգամ նա կկարողանա ավելի լավ արդյունք ցույց տալ։ Կեցես Վիկտորիա, կեցես, ուշադրություն, այսօր նույնպես ես կտամ ձեզ 3 հարց։ Եղեք ուշադիր, որպեսզի կարողանաք ճիշտ պատասխանել դրանց։ Դուք պետք է լինեք առաջինը, որպեսզի մասնակցեք ինտելեկտուալ խաղին։ Ուշադրություն, հնչում են հարցերը։ Հարց առաջին։ Ինչ է զորավար Անդրանիկի ազգանունը։ Հարց երկրորդ։ Որն է Թայլանդի մայրաքաղաքը։ Հարց երրորդ։ Ինչ հայտնի շինություն է պատկերված նկարի վրա։ Զանգահարեք 0992070444 հեռախոսահամարով և պատասխանեք այս հարցերին։ Հիշեցնեմ, որ ով առաջինը պատասխանի այս հարցերին կմասնակցի ինտելեկտուալ խաղին։